Պատերազմի օրերին ես նորից վերանայեցի իմ տեսանկյունները, իմ աշխարհընկալումները ու ես ինձ խոստացա, որ ես պետք է մի քանի հոգու տեղ աշխատեմ, որտեվ մենք շատ մեծ ռեսուրս կորցրեցինք, տղեկի ուժ այդ կարողություն ունեցող մարդկանց կորցրեցինք ու պետքա մենք հիմա ամեն ինչ անենք այդ բացը լրացնենք, որ կորուստը անիմաստ չլինի։ Մենք իրանց փոխարեն էլ պետք է ապրենք ու պետք է լավ ապրենք։ Դա պարտադիր է, էլի։ Պետք է որակով ապրենք, գեղեցիկ ապրենք։ Մեր հասարակությունը լիքը խնդիրներ ունի ու ամեն մեկս որ հասկանում է, պետք է դառնա այն առաքյալը, որը որ պետք է սեր քարոզի, պետք է ամեն րոպե պետք է հասարակության հետ աշխատի, հանդուրժողականություն քարոզի ու իրան չխնայի այս հասարակության համար, պետք է չխնայի, պետք է իրան դնի այդ գործի ոտի տակ, որպեսզի մի բան ստացվի։ Մենք չպետք է ակնկալենք ինչ-որ շատ անհոգ լավ կյանքի, որովհետև լիքը անելիք կա, մեր պետությունը ջահել պետություն է ու մինչև այդ սովետական այդ գաղափարներից, բաներից մեր սերունդն է առաջինը, որ ազատվել է, ու հատուկենտ նախորդ սերունդներում մարդիկ եղել են, որոնք հասկացել են պետությունը, անկախությունը ինչ է, բայց քիչ են եղել։ Մեր սերունդը այն սերունդն է, որը պետք է վառվի, որպես ցախ պետք է վառվի այս երկիրը երկիր դարձնելու համար, այս պետությունը ու դրա համար ասենք գնալը այդ նշանակում է որակյալ մարդու գնալը երկրից նշանակում է որ այդ երկրի կայանալը էլի հետ է ընկնում, էլի մի քանի քայլ հետ է ընկնում ու այդ անելիքները, այդ ծանրությունները մնում է հաջորդ սերունդների վրա։ Հիմա մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ մնանք վերջապես այս հողի վրա պետություն սարքենք, որ մեր սերունդների մտքով էլ չանցնի ստեղից գնալու, այլ ուրիշները ցանկանան գան։ Ես այտենց երկիր եմ երազում, ընդամենը պետքա զբաղվել քո գործով ու քո գործը լավ անես։ Արմատներով դեպի ապագա։